Ամառվա շոգին մոռացեք ժամերով խոհանոցում կանգնելու մասին։ Այս այլազանը պատրաստում են ընդամենը 10 րոպեում, առանց բանջարեղենը առանձին տապակելու։ Ամեն ինչ մեկ թավայի մեջ, նվազագույն աշխատանք, իսկ արդյունքը անուշահոտ, հյութեղ և շատ համեղ ընթրիք ամբողջ ընտանիքի համար։ Պատրաստման այս նոր եղանակը իսկապես փրկություն է ժամանակ խնայելու և շոգին խոհանոցում երկար ժամանակ չանցկացնելու համար։ Սմբուկը կեղևազատում ենք և բաժանում ենք 4 մեծ այսպիսի կտորների։ Լոլիկները կիսում ենք, հեռացնում ենք կոթունի հատվածները, չենք կեղևազատում, ավելորդ գործողություն չենք անում։ Կեղևը կհեռացնենք ջերմային մշակման ենթարկելու ընթացքում։ Մանր կտրատում ենք 1 մեծ գլուխ սող, հեռացնում ենք պղպեղների սերմնատուփերը և բաժանում ենք խորանարդների։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Ամառային ուտեստին թարմություն հաղորդելու համար մանր կտրատում ենք մի փոքր փունջ համեմ։ Կարող եք օգտագործել սամիտ, ռեհան կամ ազատ քեղ, կամ համատեղել բոլորը միասին։ Կծվի սիրահարներին առաջարկում եմ պարտադիր ավելացնել կես ծիծակ, այն ուտեստը յուրահատուկ է դարձնում։ Թավայի մեջ մի փոքր ձիթայուղ ենք լցնում, մեկ շերտով դասավորում ենք սմբուկը և լոլիկը։ Վրան ավելացնում ենք մանրացրած սոխը, պղպեղը, ծիծակը և դնում ենք ցածր կրակի վրա։ Եթե ցանկանում եք պատրաստել մեծ չափաբաժնով, այդ դեպքում վերցրեք մեծ տրամագիծ ունեցող թավա։ 5 րոպե անց բացում ենք և ձեռքի մեկ շարժումով հեռացնում ենք լոլիկների կեղևը։ Ինչպես տեսնում եք, պարզ, արագ պատրաստվող բաղադրատոմս է, իսկ արդյունքը ստացվում է գերազանց։ Շրջում ենք սմբուկները, տապակում ենք ևս 2 րոպե։ Պատրաստ լինելուց հետո կարող եք վրան մի քանի հատ ձու կոտրել կամ ավելացնել խաշած մակարոն։ Այդպես ուտեստը հարստանում է օրգանիզմի համար անհրաժեշտ ածխաջրերով և սպիտակուցներով։ Ավելացնում ենք 2 ատամիկ սխտոր և կարտոֆիլի համար նախատեսված սարքով տրորում ենք։ Քանի որ բանջարեղենը առանձին չենք տապակում, օգտագործվում է քիչ բուսայուղ, և այլազանը ստացվում է նաև դիետիկ։ Ավելացնում ենք աղ, սև պղպեղ, մանրացրած կանաչին և մի լավ խառնում ենք, բույրը պարզապես անմահական է։ Ընտանիքի անդամներին հրավիրում ենք սեղանի շուրջ և վայելում ենք ամենաօգտակար, թեթև, առողջարար, ամենահամեղ ամառային ուտեստը։ Այսօր էլ արագ պատրաստվող, հեշտ և համեղ այլազանի նման բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք և անուշ արեք։ Առայժմ